Տերոջ դիձես խնդրեմ կարող եք նստել։ Գիտեք, գնալով, երբ որ մենք տեսնում ենք ընդհանրապես, այս աշխարհը դեպի լավը չի գնում։ Այս աշխարհը գնում է իր վախճանին։ Եվ վախճանին, բայց ամեն բանի վախճան ինչ-որ մի բանի սկիզբը։ Վախճան, երբ որ մենք ասում ենք, Աստծո խոսքն ասում, որ գալու ամեն բանի վերջը։ Եվ երբ որ ասում ենք վերջը կգա, դա նշանակում է Հիսուսը շուտով գալու։ Եվ Աստվածաշունչը խոսում է վերջի օրերի մասին եւ ասում է, որ վերջի օրերում անօրենությունը կշատանա, շատերի սերը կսարճի։ Դա վերջի օրերի նշաններից։ Եվ գիտեք, առավել եւս մենք լինելով Քրիստոսին սպասող մարդիկ, լինելով նրա արքայությունը կառուցող, լինելով նրա մարմնի անդամ, նրա եկեղեցի, մենք պետք է անենք ամեն բան, որ այդ վերջի օրերի ժամանակ ավելի ու ավելի զգույշ լինենք, պահենք մեր սիրտը, որովհետև ասում շատերի սերը կսարճի։ Եվ ուզում եմ ասել, որ սերը աշխարհը չունի։ Աշխարհը Աստծո սերը չունի։ Սերը կսարճի, դա նշանակում է, որ եկեղեցու մարդիկ կդադարեն սիրով ապրելուց, երկնային սիրով ապրելուց։ Շատերի չի ասում բոլորի։ Դրա համար մենք ամեն բան պետք է անենք եւ ջանք անենք, որպեսզի պահենք մեր սիրտը։ Գնալով այդ վերջի ժամանակների մեջ, ինչքան որ գնում է, ավելի մոտենում ենք վերջի օրվան, որտեվ անցավ մի օր էլ մոտեցան։ Մենք չգիտենք օրն ու ժամը երբ է լինելու, բայց մենք պետք է արթուն լինենք ամեն ժամանակ, որտեվ չգիտենք Տիրոջ գալուստը, բայց մեզանից պետք է որպես եկեղեցի լինել արթուն, մնալ արթուն։ Եվ պահել ամեն մեկս մեր սիրտը սիրո մեջ, Աստծո սիրո մեջ, որտեվ գնալով չարությունը շատանում է ձեր։ Եվ հենց չարությունը շատանալու պատճառով խոսքն ասում է շատերի սերը կսարճի, որովհետև անօրենությունը կշատանա։ Խոսքն ասում է, որ ինչպես Նոյի օրերում էր, այնպես կլինի վերջի օրերում։ Իսկ ինչ էին անում Նոյի օրերում, ասում մարդիկ ինչ էին անում, ամուսնանում էին, ես էին անում են, նայումս ամուսնանում էին, ինչ վարմանել։ Աստված չասեց, որ գնացեք շատացեք, բայց դա էդի նկատի չուներ, որ ամուսնանալը վատ էր, այսինքն մարդիկ մեղքի մեջ էին ընկնում։ Ամուսնությունը չի մեղք, ավելի շատ մարդիկ Աստծուց հեռու էին ապրում եւ դուրս էին եկել Աստծո դեմ։ Ամեն։ Ավելի շատ մարդիկ իրանք առանձնանում են ես գիտեմ ինչ կանեմ, ես առանց Աստծո կապրեմ եւ մեղքն է տիրում մարդկանց կյանքերի մեջ։ Սոդոմ Գոմորի օրինակը մենք ունենք։ Ինչ էր Սոդոմ Գոմորի մեղքը։ Նայեք Եզեկիել 16:49-ում ասում է, ահա սա էր քո քույր Սոդոմի անօրենությունը, հպարտություն, հացի կշտություն, անհոգ հանգստություն ուներ, նա եւ իր աղջիկները, խեղճի, աղքատի ձեռը չէր ուժեղացնում։ Պատկերացնում եք Սոդոմ Գոմորը ավիրվեց, Աստված իրականում երկնային կրակ իջացրեց։ Եվ ըստեղ, նայեք, եթե ուշադրություն դարձնես, ինչի մասին էր խոսքը, ինչի այդ բանը եղավ, Աստծո սիրո պակասն, Աստծո ներկայության պակասն, որովհետև անօրենությունն էր շատացած, հպարտությունն էր, հացի կշտություն, գիտեք, հացի կշտությունը նենց չի որ վատ է, որ ամեն ինչի առատություն։ Աստված էլ է չէ ուզում։ Այս մարդիկ հացի կշտությունից կշտացած, Աստծուն էլ մոռացած։ Անհոգ հանգստություն ունեն, անհոգություն։ Գիտեք, այսօր երբ որ մենք տեսնում ենք երկիրը գնալով, ես չեմ ասում երկրի կետեր կան, որ իրոք աղքատությունը սով կա, բայց հիմնականում վերջի ժամանակներում ես մտածում եմ, որ այդ սովերը կվերանան։ Վերջի ժամանակներում մարդիկ ավելի շատ առատության կգնան։ Այս տեխնոլոգիաները կզարգանա եւ այլ, այդ ամենը կգնա նրան, որ առատություն կլինի։ Բայց վատը գիտեք ինչի մեջ է, որ երբ որ գալիս է լավ կոմֆորտը, գալիս է լավ կյանքը, գալիս է հանգստությունը, մարդիկ ուզում են Աստծուց հեռու կառուցել իրենց կյանքը։ Գիտեք, եթե ուշադրություն դարձնենք, մարդկանց սկիզբը, ընթացք եւ ավարտ։ Ընդհանրապես պատմության մեջ եկեք sense նայենք, սկիզբ, ընթացք, ավարտ։ Նայում ենք կամ մեր բարեկամների մեջ նայենք եւ այլ, չէ՞։ Նայում ենք մարդը ինչից սկսեց, ինչպես ընթացավ եւ ինչպես ավարտեց։ Շատ անգամ ցավալի բաներ ենք տեսնում։ Ասում ենք ճիշտ սկսել էր։
Անկամ եկեղեցու մարդը կարող է ճիշտ սկսի։ Գիտեք, ռոքի արքանովը Elvis Presley հիմնադիր, ռոքի հիմնադիր եւ ռոքի արքա։ Գիտեք նա որտեղից է սկսվել իր երաժշտական ընթացքը։ Եկեղեցուց։ Նրա գիտարի նոտաները սովորացրել է իր հորին։ Բայց նա վերջում նրա ընթացքը ու նրա ավարտը ցավալի էր։ Ճիշտ սկսել էր։ Աստված օծել էր նրան։ Օծել էր, որպեսզի իր տաղանդը ծառայի տիրոջ փառքի համար։ Բայց մենք տեսնում ենք նրա վախճանը։ Որովհետև երբ որ գալիս է շատ անգամ հեղինակությունը, մարդը իրան այդտեղից կորցնում է։ Երբ որ գալիս է փառքը կորցնում է իրան։ Գիտեք, մենք պետք է մտածենք այս ամենի մասին։ Բոլոր այսօր եթե ուշադրություն դարձնեք, կառուցում են իրենց կարիերա։ Կարիերա կառուցելը վատ չի։ Բայց կարիերայի պիկի ժամանակ դու քեզ ինչպես կդրսևորես, այդ է հարցը։ Շատ անգամ մենք տեսնում ենք եկեղեցու մարդիկ, որ ճիշտ սկսել են, ես ինքս անձամբ ճանաչում եմ մարդիկ, որ եկեղեցում չեմ ասում։ Մեր Երևանի եկեղեցում։ Որ իրականում ամեն բան սկսեցին եկեղեցուց։ Իրենց մանկությունը եկեղեցում էր, իրենց ընթացքը եկեղեցում էր, ինչ որ եկալ մի կետ կարիերայի հետևից գնացին։ Բայց գիտեք, վատ չի կարիերա կառուցելը, բայց առանց եկեղեցու, առանց Աստծո վատ։ Արդյոք պատկերացրեք, sense մի բան ասեմ, դու մի օր դառնաս, ինչ ասեմ, այս քաղաքի ինչ որ բաժնի պետ է։ Ինչ որ բաժիններ կա, չէ՞ շատ, քաղաքապետարանում բաժիններ կա։ Հետդ խոսալ կլինի, թե չէ։ Եկեղեցի կգաս, թե չէ։ Բա ինչ կասեն քո մասին, այդ քեզ համար ինչ կլինի։ Եվ այլ։ Դու օրինակի համար դարձար հանրաճանաչ քո բնակավարի մեջ քաղաքի առաջին քո ինչով որ հիմա զբաղվում ես, դու դարձար դրա հանրաճանաչ մեկը։ Կարիերատ կառուցեցի։ Բայց արդյոք կմնաս Աստծո։ Գիտեք, Աստված ուզում է քեզ բարձրացնի, բայց Աստված ուզում է մինչև վերջ մնաս իր հետ։ Մինչև վերջ լինես հավատարիմ։ Այնպես չի, որ Աստված չի ուզում քեզ բարձրացնի։ Աստված ուզում է քեզ բարձրացնի, բայց չի ուզում քեզ կորցնի։ Աստված ուզում է մենք սովորենք։ Որտեւ այդ հացի կշտությունը կարա գա քո կյանքի մեջ, բայց այդ հացի կշտության ժամանակ քեզ ինչպես կպահես։ Որովհետև Աստված ուզում է քո կյանքի ամեն իրավիճակի մեջ դու գնաս զորությունից զորություն, հավատքից հավատ, փառքից փառք, Աստված ուզում է քեզ տանի բարձունքների մեջ։ Բայց ինչպես քեզ կպահես։ Ժամանակն այսօր ճիշտ հիմքեր ունենանք մեր սրտերի մեջ, որովհետև ամեն մի բարձունք ինքը բարձր շենքերը լավ է, չէ՞։ Բայց ինչքան բարձր շենք, այնքան հիմք ավելի խորն է։ Չես կարա երկու հարկանի տան հիմքի վրա կառուցես երկնակերեր, 150 հարկանի շենքի չափ, հա։ Եթե ուզում ես բարձունքներ, ամեն բարձունք ինքը ունի խորություն։ Աստված ուզում է քո խորքի հետ, քո ներսի հետ ճիշտ արժեքների հիմքի վրա կառուցես քո կյանք ու այդ խորքային հարցերը քո սրտի մեջ ամենապանված լինեն, որպեսզի դու բարձունքներում չկորես, ամուր մնաս։ Գիտեք, ծառեր կան, չէ՞, որ մեկ էլ տեսնում ես շուռ եկան։ Չեմ ասում, երբ որ ծերացան շուռ եկան, իրան ժամանակը լրացան։ Չէ։ Ու տեսնում ես ծառեր կան, որ փոթորիկներին դիմանում են։ Օրինակ ես մի անգամ Հայաստանում այդ փոթորիկը Հայաստանում չէր, ուղղակի այդ փոթորիկի դրվագներից տեսա ծառերը ասես ճկվում են, գիտեք հետարքիրովներ, այդ երևի յուրահատուկ ծառ են։ Մեր ծառերը որ այդքան ասես ճկեն միանգամից ասես գետնին կպցնեն, չէ՞, մեր ծառերը կկոտրվի։ Ճկուն, բայց այդ ծառը, գիտեք ոնց, էլ վրեն ճուղ չէր մնացել, մի հատ ցող ուներ մնացել, այդ գերան է իրա։ Բայց այս ճկված բանը ին աշճանի փոթորիկ էր, բայց ինքը կանգուն մնաց։ Ու գիտեք բանը որն է, կանգուն մնալ, երբ որ փոթորիկը բանը ավարտվում է, ինքը նորից վերականգնվում։ Ինքը ամուր մնաց փոթորիկների ժամանակ։ Ես մտածում եմ այդ յուրահատուկ հատկություն ուներ այդ ծառը։ Նախ եւ առաջ իր արմատներն էր, որ արմատախիլ չեղավ։ Երկրորդ ինքը ճկունություն ուներ, որ կարող էր այդ փոթորիկների ժամանակ ճկվել ու չկոտրվել։ Գիտեք, հետարքիրը որն է։ Ես տեսնում եմ շատ անգամ քրիստոնյաների կյանքում կոտրված վիճակ։ Գիտեք պատճառը որն է,
որ իրենք չճկվեցին, այլ կոտրվեցին։ Որ Աստված չէր ուզում կոտրվեր, Աստված ուզում էր ճկվեր ինքը, բայց ոչ կոտրվեր։ Բայց դա մեր որոշումն է, կոտրվենք թե ճկվենք։ Բայց իմ հետ էս ինչպես վարվեցին, ճկվի, ոչ թե կոտրվի։ Որովհետև խոսքն ասում Աստված կոտրված, ինչ ասում, կոտրված եղեգը չի փշտի։ Մենք մի անգամ կոտրվել ենք Տիրոջ առաջ։ Դրանից հետո մի կոտրվի էլ ուրիշ տեղ։ Արդեն Տիրոջ առաջ կոտրվել ես, բայց ձեռք բեր ճկունություն, բնավորություն, որ կճկվես, թույլ կտաս Աստված քեզ ձևավորի ու դու հա հարաբերությունների մեջ մյուսի հետ դու կճկվես, դու կհարմարվես, դու կգաս խաղաղության եւ այլ, բայց չես կոտրվի։ Գիտեք, հետարքին մի բան ասում, Պողոս ասում, ով գայթակղի, ես չեմ գայթակղի։ Դա իր որոշումն է չգայթակղվելու, ինքը ճկվում է, բայց չէր կոտրվում։ Այդպիսի բնավորություն մենք պետք է մեր մեջ կարողանանք այդ աստվածային էությունը, նմանությունը մեր մեջ թույլ տանք, որ Սուրբ Հոգին ձևավորի, որովհետև վերջի ժամանակները չար ժամանակներ են, Պողոսն ասում է չար ժամանակներ են, վերջի օրերը։ Եվ այդ չար ժամանակների մեջ մենք պետք է ավելի զորանանք ու դիմակայենք ու այդ ավելի մեր ազդեցությունը չարի վրա կիրառենք։ Որովհետև ես հավատում եմ, որ եկեղեցին ինքը խանգարիչն է սատանայի։ Ասում եմ, մինչև խանգարիչի վերցվել ես, ինքը խանգարիչը պիտի ես երկրի վրա լինի, երբ որ Աստված վերցնի, կվերցնի, էլ արդեն սատանայի դեմ առնող չի լինի։ Այդ որոշ ժամանակ, հա, մինչև Տիրոջ գալուստը։ Խանգարիչը եկեղեցին կհափշտակվի, բայց քանի դեռ եկեղեցին այս երկրի վրա է, նա միշտ պիտի խանգարի սատանային։ Խանգարել դա նշանակում է իր ծրագրերը խափանել, խանգարել նշանակում է իր ծրագրերը քանդել, ինչ որ ուզում է ձեռնարկի անի, որ չստացվի, այո, եկեղեցին այդ օրգանիզմն է, որ սատանայի գործերը պիտի քանդի այս երկրի վրա։ Եվ եկեղեցին Քրիստոսի մարմինն է, որ պիտի սատանայի գործերը քանդի։ Եվ ես եւ դու կարիք ունենք այսօր, շատ ու շատ նմանվենք Տիրոջը։ Եվ կարիք ունենք լինելու միաբան։ Մենք ավելի ու ավելի շատ կարիք ունենք ձևավորելու մեր ներսի արժեքները Քրիստոս ժառի վրա, այն հիմքի, որ մենք իրականում այդ ամեն իրավիճակների մեջ կանգուն մնանք։ Ցնցումների ժամանակ, խնդիրների ժամանակ։ Գիտեք, Վանաձորը երկրաշարժ տեսած քաղաք է։ Շենքեր կա կանգուն մնացին։ Որովհետև երևի նորմերը ճիշտ չարկել են։ Շենքերը քանդվեցին, որտեղ նորմատիվները խախտվել էր։ Լողացել էին մի քիչ այնից։ Գիտեք, ինքան կարևոր աստվածաշնչյան նորմատիվներով ապրենք, դրանք մեր օգուտի համար են, ցնցումների ժամանակ մենք չենք քանդվի։ Որովհետև այդ նորմը, որ աստվածաշունչը մեզ տալիս է, Աստծո խոսքի ճշմարտությունը, դա մեզ համար է ու մեզ պաշտպանում է ցնցումների ժամանակ։ Իսկ ով ասես, որ ցնցում չի լինել։ Ասում է երկու մարդ տուն է շինում։ Հիսուսը առակ պատմեց։ Իմաստունը եւ հիմարը։ Իմաստուն իր տունը շինեց ժայռի վրա, իսկ հիմարը իր տունը շինեց ավազի վրա։ Գիտեք հետարքիրը որն է, որ ասում է երկուսն էլ Աստծո խոսքը լսող էին։ Ուղղակի իմաստությունը դենա մեջ էր, որ լսելուց հետո նա կատարում էր, իսկ այն մյուսը ուղղակի լսում էր եւ անցնում։ Չէր կատարում, չէր դնում իր կյանքի մեջ գործողության մեջ։ Այն լսած խոսքը, որ Աստված խոսում էր, նա ուղղակի չէր կիրառում իր կյանքի մեջ։ Ու երկու տան վրա էլ ջրելու քամիները եկան։ Նենց իմաստունի տունը անցավ այդ քամին։ Եկավ, վրեն գրած էր իմաստություն, ու ինքը ասեց, չէ, ես անցա ստեղից։ Ոչ։ Եկան երկու տան վրա էլ քամիները գալու են, բայց դրանից հետո ինչպեսին կլինի։ Դա կախված է ինչպես մենք կառուցեցինք, ինչպես մեր կյանքը կառուցվեց այդ խոսքի վրա։ Մեր վերաբերմունքից է կախված։ Եվ իրականում ես հավատում եմ, որ եկեղեցին պետք է լինի օծված ներքի ժամանակների մեջ։ Ինչի օծված։ Ինչի, որովհետև Քրիստոսի մարմինն է եւ Քրիստոսի մարմինը օծված է։ Ես հավատում եմ, որ իրականում օծված եկեղեցին օծության մեջ քայլող եկեղեցի։ Օծության հետևից գնացող եկեղեցի։ Օծությանը, հա, օծելը գիտեք, այն յուղոտ լինելն է, էլի։ Օծումը ինքը յուղն է, չէ՞։ Իսկ այդ յուղը խորհրդապատկերում է Սուրբ Հոգու։ Օծությունը խորհրդապատկերում է Սուրբ Հոգու դրսևորմանը, Սուրբ Հոգու շարժին։ Գիտեք, կա, ես մի քիչ ուսմունքային չեմ ուզում օծության մեջ շատ, կա ներքին օծություն, արտաքին օծություն։
Ներքին օտությունը սովորացնում է մեզ ներսից, Սուրբ Հոգին մեզ սովորացնում է։ Արտաքին օտությունը դրսևորվում է ծառայության մեջ, Տիրոջ Սուրբ Հոգու դրսևորումն է։ Բայց այդ օծությունը շատ կարևոր է, որ մենք լինենք։ Անկամ օծանելիք բառն է օծությունից գալի։ Օծել, այդ օծանելիք։ Գիտեք, Պողոսը գրում է հետևյալ խոսքեր, ասում է մենք Քրիստոսի անուշ հոտն ու համն ենք այս աշխարհի մեջ։ Քրիստոսի անուշ հոտն ու համը։ Ասում է կորածների համար չէ, բայց իրականում Քրիստոսի անուշ հոտն ու համը։ Մարդիկ մենե չփվելուց այդ հոտն ու համը պիտի առնեն։ Տեսել եք այն լավ օծանելիքներ, այդպես ցանած մարդը, որ գալի անցնում է, կամ մտնում է միտեղ ու գնում է։ Ինքը գնաց, բայց այդ հոտը հələ Ես հավատացած եմ, որ քո մուտքից, ելքից, քո ինչ որ միտեղ մտնելուց ելնելուց մարդիկ պետք է ասեն այսօր էս մարդ, էս ինչ որ բանում էր։ Հələ հոտ ու համը պատմվելու է։ Ինչի, որտեղ օծություն կա քո վրա։ Գիտեք ցավը որն է, որ քրիստոնյան մտնում է ուրիշ հոտագալից։ Ոչ թե Տիրոջ համն ու հոտն է գալի։ Քննադատության հոտագալի, բամբասանքի հոտագալի։ Այդ մեղքեր են, չէ՞, դա էլ հոտ ունի, ասա։ Բայց ոչ Տիրոջ հոտն ու համը։ Ինքան կարևոր է, որ մենք օծված լինենք, Տիրոջից օծված։ Հիշում եք Հիսուսը մտավ տաճար, վերցրեց Եսայի մարգարեի գիրքը, բացեց ու կարդաց հետևյալ խոսքերը. Տիրոջ հոգին ինձ վրա է, նա ինձ օծել է։ Օծել է ինչ որ բաներ անելու համար։ Որպեսզի գերիներն ազատ արձակվեն, Տիրոջ ընդունելի տարին հռչակվի, եւ այլ, ինչ որ բաներ անելու համար, այսինքն գործելու համար։ Ես կարիք ունեմ նոր օծության։ Ես կարիք ունեմ այդ օծվելու։ Եվ գիտեք, Սաղմոս 2-րդ գլուխն ասում է հետևյալ խոսքերը, որ ես օծեցի իմ թագավորին Սիոն սարի վրա։ Նա մարգարեությունը Սաղմոս 2-րդ գլուխը Հիսուսի մասին, իսկ մենք Քրիստոսի մարմին ենք։ Եվ ասում է, երբ որ օծվեցի, հրամանը պատմիր ու ասա բրուտի ամանի պես կփշրես։ Ինչն է ջարդում։ Օծությունն է ջարդում կապանքները։ Ոչ թե ուժով ու զորությամբ, ոչ թե մեր սիրուն լինելով, դա գիտեք ես որ ցեղից եմ, գիտեք այդ իմ ցեղի հեղինակությունը չի, որ ջարդելու է սատանայի կապանքները, այլ մի ցեղի, որ երկնքից է։ Նրանից է գալիս իմ կյանքի մեջ։ Այդ օծությունը, որ գալիս է գլխից, մինչև ինձ է հասնում։ Ինձանից ամբողջ մարմինն է օծված։ Ես չեմ հավատում, որ եկեղեցում պետք է լինի մի օծյալ, հովիվն է, ելնումա, միշտումա։ Եկեղեցին է օծվածների, գիտեք ինչ է նշանակում Հիսուս Քրիստոս։ Հիսուս փրկիչ, Քրիստոս օծյալ։ Իսկ մենք Քրիստոսի մարմինն ենք, ուրեմն մենք օծություն ունենք Սուրբից, ինչպես Պողոսն ասում։ Մենք բոլորս օծված ենք նրանից։ Այո, ծառայության պարգևները տարբեր են, բայց դու օծություն ունես Տիրոջից։ Տերն ուզում է, որ դու լինես օծված, որովհետև մենք լինելով Քրիստոսի մարմինը, բոլորիս վրայից այդ օծությունը պիտի հոսի, ազդելու համար ու քանդելու սատանայի գործերը այս երկրի վրա։ Այո, ես ասեցի կա ներսի օծություն, որ քեզ սովորեցնում է։ Ներսի օծություն, որ դու ինչպես ես այդ օծությունը Սուրբ Հոգու շարժն է քո ներսում, որ դու սկսում ես սովորել Տիրոջից եւ Սուրբ Հոգին քո ներսում սովորեցնում է ու նմանվում ես դու Հիսուսին։ Ամեն, բայց ես կարիք ունեմ օծության։ Ու գիտեք հետարքիր մի բան, օծել դա Հիսուսը ուղղակի խոսքեր ասեց եւ այդ խոսքերի մեջ հետարքիր միտք կար։ Ասում է ով ծարավա թողա խմի ինձանից։ Եվ ինձանից խմողի փորից կբխի այդ գետեր, այսինքն նա օծված կլինի, կբխի ու կազդի։ Գիտեք անապատային վիճակը ինչ վիճակ է։ Անապատը ջրի պակասն է։ Եվ ընդհանրապես անապատը համարվում է կյանքի համար անհամատեղելի վայր։ Եթե ջուր չկա, անապատ է։ Եթե անապատում ջուր լինել, այդ անապատը չէր լինի։ Եթե տեսել եք, չէ՞, ասում անապատներում օազիսներ։ Այդ օազիսը նայում ես ոնց որ հեչ անապատը չլինի։ Այդտեղ կենթանական աշխարհ կա, այդտեղ կյանքը երում է այդքան տեղը։ Որտեղ այդտեղ ջուր կա, որտեղ ջուր կա, այնտեղ կյանք կա։ Ամեն։ Այսինքն ջրի պակասը բերում է կյանքի ավարտի, ջրի չլինելը։ Իսկ Հիսուսն ասում է եկեք ու խմեք ինձանից, որովհետև կենթանի ջուրը նրա մոտ է։ Մենք կարիք ունենք միշտ Տիրոջից խմելու, եւ երբ որ դու խմում ես Տիրոջից, դու ուծվում ես, լցվում ես եւ սկսում ես, գործել, բայց ասում ով ծարավ է, ինքան կարևոր է ունենալ այդ ծարավ վիճակն ու սիրտը։
Մենք ո՞ա ուզում եք օծված լինել։ Ուզում եք չէ լինել օծված։ Բայց օծված լինելու համար Աստված էլ ավելի շատ է ուզում որ դու լինես օծված։ Ավելի շատ։ Բայց ինչ որ բաներ կա, որ մենք պիտի այդ օծության մեջ լինելու համար ունենանք այդ օգտելներ մեզ։ Ասма ոչ մեկս երբեք ծարավ ժամանակ չենք նստում, ասում աղբյուր արի մոտս։ Չէ, տենց չի, չէ։ Մեկ էլ տենաս աղբյուրն եկավ։ Սրբիչը թևին գցած ասում խմեք։ Մենք շատ անգամ ոչինչ չանելով ասում ենք դե ուր է։ Մտածում ենք Սուրբ Հոգին էլ կամ Աստված, վերջ Աստված ինքը Սուրբ Հոգին է, հա, նույնպես հավատում ենք հայ որդի Սուրբ Հոգի, բայց մտածում ենք Աստված մատուցողին է, հա։ Սրբիչը թևին կախած, ինչ որ հատուկ հանդերձանքով պիտի գա ու դե խմիր։ Ինքը արել է ամեն ինչ, բացել է ջրերը, որ դու խմես, բայց դու պետք է գնաս իր մոտ խմելու համար։ Ինչ որ բան մենք պիտի անենք նրա համար։ Գիտեք, այո, դուրը բաց է։ Բոլորը կարող են մոտենալ աղբյուրին խմել, բայց ինչ որ մեկը պիտի ծարավը։ Ծարավ մարդու սիրտը փափագում է ջրերը։ Ծարավ մարդու սիրտը ուզում է հանդիպի աղբյուրի հետ։ Ծարավ մարդու սիրտը փափագում է ջուր։ Իսկ այդ կյանքի ջուրը Հիսուսն է։ Կյանքի ջուրը Տիրոջ մոտ է։ Ու երբ որ դու խմում ես, դու ծարավ ես, քեզանից էլ հոսում։ Ու երբ որ քեզանից հոսում է, քո շուրջը փոխվում է։ Ինչի՞, որովհետև եթե ջուրը անապատ կա կողքը, անապատը մի քիչ չոր տեղա, դժվար տեղա, չէ, ուրեմն ջուր պիտի հոսի քեզանից, որ քո անապատը փոխվի։ Եսայա 44-րդ գլուխ եկեք բացենք։ Եսայա 44-րդ գլուխ 3-րդ խոսքից։ Ջուր պիտի թափեմ ծարավի վրա։ Նայեք խոստմունքը ինչ ասում, Աստված մեզ ինչ ասում։ Ջուր պիտի թափեմ ում վրա։ Ծարավի վրա։ Եթե մարդը ծարավ չի, նա չի խմի։ Այդ ջուրը չի թափվի դա։ Ծարավի վրա եւ հեղեղներ չորության վրա եւ պիտի թափեմ իմ հոգին քո սերունդի վրա եւ իմ օրհնությունը քո զավակների վրա։ Ու դու պատկերացրու ինչա կատարվում։ Երբ որ դու ծարավ ես, քո սերունդն էլ է օրհնվում։ Երբ որ դու խմում ես, քո սերունդն էլ քեզանից հետո սկսում է ուրիշ ձև լինել, որովհետև դու այդ ջուրը հոսացնում ես քո շուրջը, ազդեցության դաշտը, նրանք էլ են ծարավում, նրանք էլ են խմում, ամեն քո սերունդն է լինում օրհնված նույնպես։ Ուրեմն նախ եւ առաջ ով կա, որ իր կյանքի մեջ ինչ որ մի բնագավառում չորություն ունի, կամ իր ներսում չորություն ունի, կամ իր վիճակների մեջ չորություն ունի։ Ունեք։ Աստված ասում է պիտի թափի չորության վրա։ Մինչև չլինի չորություն, չի թափվում։ Ուրեմն չորություն դա դեռ չի նշանակում դա քո ոնց ասեմ, ավարտն է, վայ։ Մեկներ ժողով հիշում եք։ Վայ մեր ազգին է որ կա, չէ՞, որ հենց խոսում է։ Բայց ինչ պիտի լինի, բայց մեր ազգը sense գնա ու կորչի։ Չորության ժամանակ շատ անգամ մենք սկսում ենք տես մտածել։ Ամենք sense նա կորչենք։ Բայց ոնց պիտի լինի։ Ասեք, մի վախեցեք։ Խոստմունք ունենք Աստծուց։ Չորության վրա հեղեղ պիտի գա։ Բայց ես անելիք ունեմ այդտեղ, ես ինձ պիտի չկորցնեմ, որն այն վիճակը, գամ խմեմ Տիրոջից, եւ իմ չորությունը Աստված կփոխի, ջրերը կթափվեն, կհոսի ինձանից կենթանի ջրերի գետերը։ Ամեն։ Սա կարևոր խոստմունք է, եթե դու չորություններ ունես քո կյանքի մեջ։ Մի հանձնվի քո կյանքի իրավիճակների մեջ։ Աստված հավատարիմ է եւ Աստված խոստանում է քո չորությունը փոխելու հա։ Ամեն։ Շարունակության մեջ ասում է. Եվ նրանք պիտի ծլեն խոտերի մեջ, ինչպես ուռիները ջրերի վտակների մոտ։ Դու պիտի ծլես, որտեղ ջրերը կգա։ Երբ որ դու խմում ես, այդ ջրերը կգա ու դու ջրերի տնկված, իսկ մեկ Սաղմոս առաջինը, դու տնկված ծառ կլինես ջրերի մոտ։ Եվ քո պտուղը երբեք չի վերջանա ու իր ժամանակին կտա, որտեղ դու ճիշտ տեղում ես տնկված ջրերի մոտ, իսկ մենք ունենք կենթանի ջրերը։ Տիրոջից է գալիս այդ ջրերը։ Հիսուսն ասում է եկեք ու խմեք ինձանից, դա է աղբյուրը եւ Սուրբ Հոգու կենթանի ջրերը կգա քո կյանքի մեջ։ Եվ կփոխի քո իրավիճակները, քո շուրջը։ Կոծվես դու։
օծված կլինես, որովհետև այո Սուրբ Հոգու շարժն է օծությունը։ Ամեն։ Սուրբ Հոգին կշարժվի քո կյանքի մեջ, որովհետև դու սկսես խմել նրանից, քո իրավիճակները կփոխվի։ Սա պիտի ասի, ես Տիրոջն եմ, նա պիտի Հակոբի անունով կոչվի եւ մյուս իր ձեռքով պիտի գրի, Տիրոջն եմ ես, եւ Իսրայելի անունով պիտի մականվանվի։ Տիրոջն եմ ես, մենք ումն ենք, մենք Տիրոջն ենք, մենք նրա սեփական ժողովուրդն ենք, որովհետեւ Սուրբ Ասք սեփական ժողովուրդ, թագավորական քահանայություն, մենք նրանն ենք, մենք նրա արյունով գնված ենք Տիրոջ արյունով, մենք նրա Սուրբ եւ նրա ժողովուրդն ենք։ Նա մեր հայրն է, ինքը մերն է, մենք նրանն ենք։ Եվ Աստված չի անտեսում, չի թողնում քեզ։ Ուղղակի մեզ պետք է լինել ծարավ, մեզ պետք է խմել նրանից։ Մենք պետք է հանդիսանանք մեկը, որ կխմենք եւ կհոսի մեզանից։ Ամեն։ Եվ իրավիճակների մեջ կգա փոփոխություն։ Եսայա մարգարեության էլի 32-րդ գլխի մեջ 15-ը։ Նայեք ինչ ասում։ Մինչև որ մեզ վրա հոգի թափվի վերևից։ Մինչև որ ուրեմն քո անապատը ժամանակ ունի, վերջանալու է։ Մինչև որ ամեն անգամ չի մնա քո կյանքի մեջ այդ չորությունը, բայց երբ կփոխվի քո անապատը, մինչև որ վերևից հոգի թափվի քեզ վրա։ Նենշի այո մենք մկրտվել ենք Սուրբ Հոգով, բայց մենք լցվում ենք ամեն օր։ Եթե մենք չլցվենք ամեն օր, չի հոսի, չի գործի։ Ամեն օր թարմ մանանա կա քո համար պատրաստված երկնքից, երեկվա մանանան չի։ Այսօր քեզ համար Տերը նորն ունի, դրա համար գնա Տիրոջ առաջ ու խմի նրանից, ստացի թարմը նորը։ Քո իրավիճակների համար խոսք կգա թարմ, իրավիճակների համար երկնքից զորություն կգա, որ դու կարողանաս այս երկրի մեջ լինես հաղթող, լինես օծված եւ լինես ազդեցիկ ու սատանայի գործերը քանդող։ Ամեն։ Մինչև որ հոգի թափվի վերևից, անապատը պտղաբեր արդ դառնա։ Այո, մինչև որ հոգին չթափվի, քո անապատը չի դառնա պտղաբեր արդ։ Մինչև ջուրը չգա, չի փոխվի քո իրավիճակը։ Ուրեմն ես կարիք ունեմ ջրի, իսկ Տերը խոստացել է որ կտա ինձ այդ ջուրը։ Եկեք ու առեք ինչ ասում, այն ջուրը, կյանքի ջուրը։ Հիշում եք Սամարացի կինը, որ ջրորի մոտ Հիսուսի հետ հանդիպեց։ Հիսուսը ջուր էր ուզում նրանից։ Ասեց, «Էս ո՞նց է խոսում ես իմ հետ»։ Չէ՞ որ հրեաները սամարացիների հետ չեն խոսում։ Ասեց, եթե իմանայիր ով է քեզանից հարցնողը, դու ինձանից ջուր կուզեիր։ Եվ ես քեզ կտայի մի ջուր, որ աղբյուր կլիներ քո մեջ ու կհոսեր քեզանից։ Մենք այսօր գիտենք ով է Հիսուսը։ Արդյոք մեր փափակն է այդ ջուրը։ Ամեն։ Որ հոսի մեզանից այդ ջուրը։ Ու այդ աղբյուրը լինի մեր մեջ։ Չէ որ այդ աղբյուրն Աստված է։ Իսկ չէ որ մենք դառել ենք Սուրբ Հոգու տաճար։ Տաճար նշանակում է տուն, որտեղ ապրում է Տերը։ Սուրբ Հոգու տաճար, չէ որ մենք հանդիսանում ենք նրա տունը։ Եվ նա է ապրում մեր մեջ եւ այդ աղբյուրը եկավ իմ ու քո մեջ, որ չորուցամակ մնանք։ Ոչ, շփվի նրա հետ։ Խմի ու քո հոսի քեզանից։ Աղբյուրն եկել է քո մեջ։ Բացի վինտիլները ինչքան կարած մեծ դույմով։ Ինչքան դույմը մեծանա, ջրի խնդիր չկա, ջուր շատ կա։ Դույմի հարցերն է, դու ինչքան դույմով ես տալիս ես աշխարհին, դու ես քաշում այդ քո ուզած դույմը։ Ժամանակն է դույմերը մեծանալու։ Դա ժամանակն է վինտիլները բացելու ու գետերի պես ուղակի քեզանից հոսի, որպեսի գա քո իրավիճակների մեջ այդ փոփոխությունը։ Մոտեցի Տիրոջը, հարաբերությունը քո ավելի սերտացրու, այդ դույմը մեծանում է նրա հետ նրան ճանաչելու միջոցով։ Նենշի էլի, դե լավ եկեք փոխվենք, ոնց անենք։ Այդ որ խանութում են այդ դույմից ծախում, գնանք, հա չէ։ Նրա հետ մտերմությունը, նրա հետ ճանաչելությունն է այդ դույմը մեծացնում։ Դույմը գիտեք, չէ՞։ Տրուբի չափեր։ Կամ քաղաք մտնող մագիստրալ ջրի։ Հետո կա բաշխիչ տեղեր, որտեղ բաշխվում է ավելի բարակ թաղամասեր։ Հետո կա շենքերի։ Հետո կա տաներ։ Գնալով բարակում։
Պատկերացրեք, ինչ է կարծում։ Ումից է կախված մեր այդ ներսի մատակարարման, մեր ճանաչելությունից։ Ինչքան ենք մոտենում Տիրոջը ճանաչում, այնքան էլ դու սկսես ոռոգել ու տալ։ Ինչքան ստանում ես, այնքան տալու ես, հավել չես կարող տաս։ Ինչքան ճանաչում ես, այնքան շատ ստանալու ես։ Ինչքան շատ ստացար, այնքան շատ տալու ես։ Ինչքան շատ տվեցիր, այնքան սատանայի գործերը շատ է քանդվելու։ Այնքան Աստծո փառք ավելի շատ է դրսևորվելու։ Ուրեմն շատ ճանաչի։ Չափ չկա դրա մեջ։ Չափ չկա։ Դրա չափ չկա։ Շատ մոտեցի, շատ ընդունի։ Դա քո որոշումն է։ Դա քո նվիրվածությունն է Տիրոջը։ Ինչքան նվիրվում ես, ինչքան ես վճարում գին քո ժամանակից, աղոթքների մեջ ու Աստվածաշունչ կարդալու մեջ, Տիրոջը ծառայելու մեջ, դա քո չափի հետ է, քո հավատքի չափը մեծացնելու հետ է կապված։ Քո նվիրվածությունը։ Ամեն դրանից է կախված մոտությունը։ Հա? Շատ ես ուզում մոտությունը գործի։ Տեսել եք դռներ որ ճռճռում է։ Ճռճռացող դուրով է տես։ Գործում է, չէ՞, նշի որ չի գործում։ Գործում է, դուռը բացվում, փակվում է, ինձ ծառայում է այդ դուռը։ Բայց մի բանի պակասում է։ Ինչի՞։ Յուղի։ Նշի որ մենք չենք գործի։ Բայց դե զալա տանելով։ Այդ ճռճռոցը զալա է տանում։ Տեսել եք ո՞նց ես։ Յոլա, ճռճռում ենք մենք։ Լսեք։ Յուղի պակաս կա։ Մի հատ յուղ է սենորցես պիպետկով, էլի վերևից էս իջնում է, այդ ճռճռոցը կոտրում է, էլ չի լինում։ Եկեք մեր կյանքերը նայենք, ինչքան ճռճռացող տեղեր ունենք մենք։ Ինչքան են դաժե մի քիչ է որ երկար չես օգտագործում, կպնում է, չես կարող օգտագործես։ Մի հատ հատուկ նյութեր կա, պետք է փչես, ժանգահան անես, յուղես, բացես, որ սկսի աշխատել։ Ինչքան տեղեր ունենք մենք այդպես չորացած, ժանգոտած, յուղի պակաս։ Տիրոջը ճանաչելության, Տիրոջ մոտ գալու պակաս։ Ժողովուրդ, այսօր ես եւ դու կարիք ունենք շատ նրան մոտենալու, նրանից խմելու։ Բայց ասեմ դա գին է պահանջում, քո ժամանակի գին, քո նվիրվածության գին։ Ու դու ասում ես ին կյանքի մեջ էս ինչ էր ալինում։ Լսի, ցախելը մի կողմ, այդտեղ մի նայ։ Հələ նայ Տիրոջը։ Ինչքան ես իր հետ մտել։ Հələ նայ եթե։ Եթե դու նայես փոթորիկներին, կվախենաս։ Բայց եթե նայես Տիրոջը, դու կքայլես փոթորիկների վրայով, ջրերի վրայով, ինչպես Պետրոսը։ Քայլում էր, եթե չէ, կանգնեց, ասես Տեր, եթե դու ես ինձ ասա գամ։ Ասեց ես եմ Պետրոս, համարձակարի, նավից իջավ ու կանգնեց։ Բայց ինքը երերաց, ինքը կասկածեց, վախեցավ, երբ որ նայեց փոթորիկներին, իր հայացքը, երբ որ Աստծուց, Հիսուսից կտրվեց դեպի փոթորիկները, վախն եկավ։ Մեր կյանքում էլ է այդպես։ Հենց մեր հայացքը Հիսուսից կտրվում, սկսում ենք վախենալ, բա ոնց կլինի, բաց հենց գնանք ու գործենք։ Մի ուրիշ բան էլ կա, չէ՞, հիշում եք ընդ ճառասողնով էր։ Հələ սրանն է։ Հմիջ, վայ ասում, ես մի ճառ ասեմ, թե զանգ կախեմ։ Էդի ավազի վրա կառուցողն է, երբ որ ասում ով չի անում։ Ու շատ անգամ ենք լինում ենք մենակ ճառասողներ, բայց ոչ զանգ կախողներ։ Ու դրա համար էլ օգնություն չի լինում։ Դրսևորումը չի լինում։ Դրա համար է փոթորիկների ու քամիների ժամանակ մեր ճռռոցը նայ։ Սիրելի եկեղեցի։ Օգնությունը Տիրոջից է։ Խոսքը ասում է, բայց դուք օգնություն ունեք Սուրբից, նրանից։ Իրես, այստեղ մի հատ յուղ կա։ Մարդիկ վազում են, ինձ մի հատ յուղով կոծես։ Հա, կոծեցի, բայց դրանից հետո քո կյանքում ինչ եղավ։ Արդյոք դու Տիրոջ հետ ուղիղ նրանից յուղ ունես։ Ո՞վ կոծի, ինչ որ բաներ կարալ մի արտաքին դրսևորումը կարա Սուրբ Հոգու փոխի, ինչ որ բժշկություն լինի, տերն ասում է, չէ՞, եթե մեկը հիվանդը գա ու փոխ, չէ, թող գան դա, յուղով ոցեն եւ այլ, բայց գիտես կա մի տեղ, որ այդ հովիվը չի կարա տեղ մտնի։ Կա մի տեղ, որ մենակ Աստված կարա տեղ գա, եւ դու պետք է մտնես այդտեղ։ Եվ այդտեղ դու օծություն ունես նրանից, ուղիղ նրանից։
Եվ հենց այդ օտությունն է, որ գալու է քեզ ու քեզանից հոսելու է։ Ուղիղ նրանից եկածն է փոխելու քո իրավիճակները։ Ամեն ազդեցությունը քո ծառայության մեջ։ Այո, ես չեմ ասում յուղով օծել մի արեք։ Ես ասում եմ դու նրանից օծությունը ստանալ սովոր։ Ուղիղ նրանից օծություն։ Ամեն։ Այո, եթե ինչ որ իրավիճակ կա, խոսքը ասում է յուղով օծելու մասին։ Այո, եկեք անենք, նորմալ է։ Նույնպես այն Սուրբ Հոգու ընդունելու, Սուրբ Հոգու դրսևորումը ստանալու ճանապարհը, որտեղ խոսքն ասում։ Մենք այդ ճանապարհը պիտի չփակենք, այդ ճանապարհը պիտի կիրառենք մեր կյանքի մեջ։ Բայց այն անհատական ծածուկ սենյակում, որ դու անձամբ Սուրբ Հոգուց ու Տիրոջից ստանում ես։ Մենք պետք է զարգանանք քո մեջ, մտերմանաս Տիրոջ հետ, որ քո ազդեցությունը մեծանա ու զորանա։ Եսայի 51-րդ գլուխ եկեք նայենք։ 52-12։ Նա 51 ասեցի, չէ, 51-ի 3 նոր հետո 52-ի 12։ Երկու Եսա իրար հետևից տեղերը։ Եսայի 51-ի 3 գրված է, որովհետև Տերը պիտի մխիթարի Սիոնին։ Պիտի մխիթարի նրա բոլոր ավերակները եւ նրա անապատը դրախտի նման պիտի շինի եւ նրա ամայի տեղերը Տիրոջ պարտեզի պես պիտի ցնծության եւ բերկրություն պիտի գտնվի նրանում գովասանություն եւ օրտներգության ձայն։ Այո, Աստծո կամքն է քո կյանքի մեջ, որ այդ ավերակները փոխվի։ Աստծո կամքն է, որ շինվի քո կյանքը, Աստծո կամքն է, որ փոխվի օրտնության ձայնի, օրտներգության ձայնի, ցնծության աղաղակի քո իրավիճակների մեջ, որ քո լացը փոխվի ուրախության, որ քո իրավիճակը փոխվի ցնծության։ Աստծո կամքը քեզ համար դա է։ Բայց մենք պետք է մոտենանք ու ընդունենք, մենք պետք է ստանանք Տիրոջից, մինչև որ մեզ վրա հոգի թափվի, մինչև որ նոր ջրերը, նոր ամեն օրվա հացը, ամեն օրվա հարաբերությունը գա չեմ որ ասում ներսես յուղվեց։ Երբ է ներսդ յուղվում, շո մի բավարարվածության վիճակ է գալի, ասում ես ներսես յուղվեց։ Մի իրավիճակ ինչ որ մի ժամանակ, չէ, այն որ քո սրտով մի բան ելնում, ասում ես ներսես յուղվեց։ Այ հենց այդ սրտով Տերը լրացնում է այդ սրտի փափագը, բայց Տերն է լրացնողը։ Ուրեմն պիտի մոտենաս Տիրոջը, որ Տերը լրացնի քո սրտի փափագը, որ յուղվի քո սիրտը։ Ամեն։ Իսկ այդ յուղված սրտից էլ ի՞նչն է անում։ Ասում է լեզուն խոսում է ինչից։ Լեզուդ էլ յուղված կլինի, աշկերդ էլ յուղված կլինի, ձեռներդ էլ, որտեղ այդ աղբյուրը արդեն կսկսի քո գործունեության մեջ ինչ լինել։ Դրսևորվել։ Այդ յուղը կսկսի քո էությունից հոսել, որտեղ նա է դարել քո էությունը։ Յուղը սկսում է հոսել քեզանից։ Ամեն։ Բայց ես ասեմ յուրաքանչյուր յուղ դուրս է գալի երբ որ ճզմվում է։ Զեյթունի յուղը ճզմում են զեյթունը, դուրս է գալի զեյթունի յուղը։ Կտավատի յուղը ճզմում են կտավատը, դուրս է գալի։ Բայց ինչ եմ ես այս ճզմվելով կյանք ունենում, որ յուղը լես, յուղ դուրս գա քեզանից, որ մոտենաս Տիրոջը, այդ յուղը գա ու քո կյանքի մեջ բաներ փոխվի։ Ճզմվելը մի վախեցի չորությունից, անապատը ճզմվելու տեղ է։ Իսրայելը մտավ անապատ։ Ցավոք սրտի շատերը մեռան անապատը։ Չուզեցան փոխվեն, ճզմվեն, որովհետև յուղի համար ինչ է փոխվել, ճզմվել։ Ոչ թե ինձով պետք է ասի որ։ Ոչ թող չասի։ Յուղը դուշ չի գա։ Չի էլ փոխվի։ Հասկանում եք ինչ է կատարվում, հա? Խոսքը ինչ է մեզ սովորացնում։ Երկրորդ Կորինթացի 1:21-ը լավ, այն որ ասեցի 52-ի 13, չէ, ասել եմ, չէ։ Եկեք ետ էլ կարդանք նոր։ Ես մի հատ ավել արագ ուզում եմ գնամ։ Ասում եմ հետո հիշում եմ որ բան եմ ասել։ Ուրա 52-ի 10 որովհետև հապճեպով պիտի դուրս գաք, փախչելով էլ չեք գնա, այլ Տերը պիտի գնա ձեր առաջից եւ ձեր թիկնապահը Իսրայելի Աստված։ Երբ որ հնազանդվում ես նրան ու գնում նրա հետևից, հապճեպով պիտի չէ, դու արդեն պատրաստված ես։ Նա դառնում է քո կյանքի ամեն բնագավառի մեջ, նա հեղինակությունն է դառնում։
Ամեն։ Շփոթված, այսինքն այստեղ խոսում է, որ դու չես շփոթվի քո կյանքի իրավիճակների մեջ։ Կա չի ափալ-թափալ վիճակ։ Այդ ափալ-թափալու այն որ ասում այն մարդ վրազում է, ես մոռացա։ Բայց դու միշտ պատրաստ կլինես։ Որտեղ նա կլինի քո Աստվածը, քո Տերը, քո լույսը, քո հովանին, քո պաշտպանը, որտեղ դու նրա հետ ես, նրա մեջ ես։ Ամեն։ Ես ուզում եմ իմ կյանքի մեջ այսպես։ Եվ ես գիտեմ ուղղակի երկինքից չի ընկնում իմ գլխին այդ լավը։ Արդեն Աստված եկել է, բայց ես պետք է մտնեմ ու ընդունեմ Տիրոջից այն ինչ որ կա։ Դեք մի շատ Աստծո հզոր ծառաներից լավ արտահայտություն լսած է կարող է լինել։ Ասում է փրկությունից հետո ոչ մի բան ձրի չի տրվում։ Փրկությունն է ձրի, բայց դրանից հետո ամեն բան գին է պահանջում։ Գին։ Գիտեք Հիսուսին հետևելն է գինը։ Եվ այդ գինը դա նվիրվածությունն է։ Այդ գինը քո որոշումն է, քո ժամանակն է, որ այդ գինը պահանջվում է։ Հիսուսը չասեց. ով ուզում է իմ ետևից գա, լավ եք անում, ուզել է հերիք։ Կարևոր ուզեք։ Ու վերջ։ Նա ասում է, եթե մեկը կամենում է իմ ետևից գա, ու ասում է ինչ պիտի անի։ Ուրանա իր անձը վերցնի իր խաչը ամեն օր։ Եվ ինչ հետևի։ Ամեն օր։ Ուրեմն Քրիստոսին հետևելն ինչ որ գին կա։ Անձը դիր իր համար, նվիրի իր։ Մի ապրի քեզ համար, ապրի Տիրոջ համար։ Նա ինչի որ Աստված չի ուզում քո կյանքը քեզ համար չլինի։ Աստված ուզում է որ քո կյանքը լցված լինի իր ազորությամբ։ Հաղթական կյանք լինի, լուսավոր կյանք լինի։ Իսկ ինքն է հաղթությունը, ինքն է լույսը։ Դրա համար Աստված ուզում է որ դու ինքը քո կյանքում մեջ լինի, որպես լույս ու միշտ իրար հետ լինի։ Որ քո կյանքի իրավիճակների մեջ փոփոխություն լինի։ Քո կյանքի իրավիճակների մեջ զորությունը դրսևորվի։ Աստված ուզում է դա լինի, բայց ուղղակի առանց գին վճարելու դրանք չի լինում։ Առանց նվիրվելու չի լինում։ Եթե դու ուզում ես առանց աղոթքի կյանքի, չի լինում ուղղակի այդպես քրիստոնեություն։ Առանց ծածուկ սենակի Տիրոջ հետ չի լինում, առանց Աստվածաշնչի խոսքի, չէ՞ որ այդ խոսքը ամենօրյա հացն է մեր։ Եթե ես նրա հետ շփվեմ, ինչպես ես կունենամ այդ ամենը։ Չեմ ունենա։ Դա որոշում է։ Որոշումը նվիրված ապրելուն։ Որոշումը Տիրոջ հետևից քայլելուն։ Ու այն մարդիկ, ովքեր այդ որոշումն ունեն, նրանք այդ գինն էլ պատրաստ պիտի լինեն անտալու։ Գինը դա ոսկին ու արծաթը չի, որտեղ հիշում եք, մեկը եկավ ու ոսկի ու արծաթով օծություն էր ուզում առնի։ Ասեց ոսկին ու արծաթը քո հետ կորչի։ Դու այդ չես կարա գին վճար այդ փողով ունենաս։ Դա այն կյանքի գինն է, նվիրվածության գինն է, հնազանդության գինն է, որ դու քո կյանքում տալիս ես, որ այդ ունենաս։ Հիշում եք, կույսերը ասես գնացեք առեք։ Բայց այդ փողովը չէր, այդ ո՞րն էր այդ գինը, որ նրանք պիտի վճարեին յուղ ունենալու համար։ Նվիրված ապրելը, հնազանդ ապրելը Տիրոջ հետ։ Այդ գինը, որ մենք պիտի վճարենք, որ մենք ունենանք, Տիրոջ հետ երկյուղով քայլելը։ Ամեն։ Նաև Եբրայեցի թղթի առաջի գլուխի 9-րդ խոսքը։ Սիրեցիր, սա խոսում է Հիսուսի մասին։ Սիրեցիր արդարությունը, ատեցիր անօրենությունը, սրա համար օծեց քեզ ով Աստված, քո Աստված ուրախության յուղով։ Պատկերացնում եք ինչ ասում։ Օծեց քեզ ով Աստված, քո Աստվածը։ Ուրեմն Հիսուսն Աստված է։ Լսել են տեղը, որ ասում են, ինչ գիտենք Հիսուսն Աստված է։ Օծեց քեզ ով Աստված, քո Աստվածը։ Աստված օծեց Աստծուն։ Երրորդության դրսևորում։ Բայց այստեղ նայեք Տիրոջ Հիսուսի օծությունը ինչի հետևանքով է գալի։ Սիրեցիր ինչը։ Ատեցիր ինչը։ Էդի գին վճարել է, թե չէ։ Մարդիկ չեն ուզում ատեն անօրենությունը, մեղքերի հետ ապրելով օծված են։ Չկա տես բան։ Ես չգիտեմ ինչ օծություն կլինի, ինչ մեկ ասեցի մեղքն էլ հոտ ունի։ Դե ինչ հոտ կգա, այդ մեղքի հոտն է գալու։ Ինչի հոտ պետք է գա։ Բայց ոչ Տիրոջ հոտը։ Անուշ հոտը, Տիրոջ անուշ հոտը չի լինի մեզ վրա։ Մեղքի հոտ կլինի։ Բայց այստեղ ասում է, սիրեցիր արդարությունը, ատեցիր անօրենությունը, սրա համար օծեց քեզ։ Ուրեմն այդ գինը եկեք վճարենք։ Սիրենք արդարությունը։ Ինչ է աշխարհի արդարությունը։ Աշխարհը արդար տեղ չի։
Եթե դու աշխարհից արդարություն ես սպասում, դու կկոտրվես, որտեղ այդտեղից արդարություն չկա։ Աստված է մեր արդարությունը։ Նա արդար Աստված դառավ իմ արդարությունը։ Ես արդար չէի, նա ինձ արդարացրեց։ Եվ նա իր արդար հանդերձով ինձ հագցրեց սպիտակ, արդարության հանդերձներով, ինչպես հայտնության մեջ ասում։ Ամեն։ Երկրորդ Կորինթացի 1:21-ն ասում է, բայց ձեզ հետ Քրիստոսում մեզ հաստատողը եւ մեզ օծողն Աստված է։ Մեզ Քրիստոսում հաստատողը եւ ով է Աստված։ Աստված է մեզ օծողը։ Դրա համար այնքան կարևոր է, սիրելի եկեղեցի, ունենալ սիրտ ծարավ, գալ Տիրոջ մոտ խմել եւ այդ խմելուց կհոսի մեզանից։ Եվ խոստմունքներ մենք ունենք, մեր անապատը պիտի փոխվի, ու կփոխվի, որովհետեւ մեզ վրա հոգի կա։ Ջուր կթափվի, ու մեր անապատը չորության կփոխվի, պատխաբեր արդ կդառնա, խոսքը ասում է պատխաբեր արդն էլ անտառ կհամարվի։ Ինչի պատճառով, ջրի պատճառով։ Ու այդ ջուրը Տիրոջից է գալիս։ Եկեք ճանաչենք Տիրոջը ավելի շատ։ Մի բավարարվի այն չափի ճանաչելության մեջ, որ դու արդեն գիտես, ու մի էլ մտածի, որ արդեն այնքան գիտես, որ էլ տեղ չունես ճանաչելու։ Աստված անսահման է եւ ավելի խորքային հարաբերություն ուզում քեզանից։ Խորքային ճանաչելություն։ Ինչքան շատ ճանաչես, այնքան Աստված շատ էլ քեզ կվստահի։ Որովհետեւ դու չես կարող վստահես մեկին, որ ինչ ես ճանաչում։ Ճանաչելությունից գալիս է վստահություն։ Ինչքան շատ եք շփվում, այնքան մեկություն է գալիս։ Ինչի են եղել է, որ ասել ես, այ մարդ, այս տարիների ընթացքում այս ամուսինները մեկ են դառել։ Նույն լեքսիկոնն ունեն։ Նույն բնավորությունն է ձեռք բերում։ Անկամ ժեստերի մեջ է գալիս նույնություն։ Ոնց որ իրար ձևավորում են, իրենք մեկ են դառնում։ Ինչի տարիների շփումը, ճանաչելությունը։ Նրանք կարող է իրար նայեն, ուղղակի նայեն, բայց եկա իրար բան հասկանան իրար այդ ինչեր է պահին։ Եկա ահագին բան, ու ոչ մեկ չիմանա այդտեղ ինչա։ Նրանց ճանաչելությունը խոսել, նրանք հայացքով իրար կճանաչեն, իրար հետ խոսան հայացքով։ Դա խոսում է ճանաչելության խորքայնության մասին։ Մենք կարիք ունենք շատ ճանաչել Տիրոջը։ Ուղղակի երբ որ մի բան էլ ուղղակի մի հատ հայացք Տիրոջից ու դու կհասկանաս ինչա։ Դու էլ հենց որ մի բերանը խոսքը ասում սրտեր քննող Աստվածա, դեռ ձեր բերանը չբացած ես գիտեմ ինչա քեզ պետք։ Աստված ուղղն ու ծուծով մեզ ճանաչում է, մնում է մենք իրան ճանաչենք, խորացնենք մեր հարաբերությունն ու ճանաչելությունը, որ մենք էլ հասկանանք իր սրտի ուզածը։ Այդտեղ է ողջությունը։ Իսկ այդ ճանաչելությունը առանց ոչինչ անելու չի լինի։ Գին վճարել է պետք ճանաչելու համար։ Հետևել է պետք։ Ապրել է պետք, նվիրված ապրել է պետք։ Երբ որ ողջությունն է քո մեջ շատանում, հա, դու ամեն օր նորովի ողջություն ունես։ Իրավիճակները դա փոխում, ազդեցությունն է անում։ Հիշում եք Հիսուսի մասին ինչ են ասում։ Դու ուրիշ ձև ես խոսում։ Իշխանությամբ ես խոսում։ Քո մոտ արդեն ուրիշ ձև կսկսվի խոսես, կխոսես ու կհասկանաս։ Գիտեք, ես մի հատ վկայություն ասեմ իմ կյանքից։ Ուրեմն նոր ապաշխարել էի, բայց հələ ապրում էի աշխարհի ձևով։ Ուզում էի իմ ձևերով փոխեմ սաղի։ Գիտեք, սա այն որ ասում եմ ճշմարտությունը երբ որ հանդիպում է, իրանք տուպիկ են ելնում։ Ասում են հա ճիշտ է, բայց կյանքները չի փոխվում։ Որտե՞ղ ասում ես, ասում են հա, բայց ոչ մեկ չի գալիս։ Գիտեք բանը ո՞ր։ Այն որ ասում են խույս տալու տեղ չկար էլ, որտեղ խոսում էիր, նստում էիր, ասում էիր իրանց հետ հավասար նույն բանն անելով։ Բայց կյանքները չի փոխվում։ Չոր է, չէր փոխի։ Մենք մեր զորությամբ ենք ուզում բան փոխել։ Մեր իմաստությամբ, հա, այդ իմաստությունն էլ ստեից սովորել ենք։ Բայց չէր դրսևորվում այդ զորությունը։ Մարդկանց կյանքերը չէր, հա, այդ սատանայի կապանքներից չէր արցակվում։ Բայց մի օր հասկացա, որ սկսեցի դենալ, որ մեկը հետս եկավ եկեղեցի։ Էս ինչ եղավ։ Ես հայտնաբերեցի, ես եմ իմ կյանքի մեջ ճանաչում ավելի շատ Տիրոջը, ուզում նմանվեմ իրան։ Այ ինչքան շատ այդ կա, այդ ազդեցությունն էլ ավելի շատ է։ Ավելի շատ է, որտեվ ինչ ասում, ազգերը կգան դեպի քո վրա ծագած լույսը։ Բայց այդ լույսը պիտի երևա։ Ամեն։
ու հետո ընկերներիցս շատերը ասում են, մեր աղբերն է, բայց արդեն չենք հասկանում քեզ։ Ասում են, էլի մեր աղբերն ես, բայց տարած աղբեր է։ Էլի մեր աղբերն ես։ Լավ։ Ու մի օր կետ եկավ, այդ աղբերները սկսեցին կամաց ընդունել։ Ցավոք, ոմանք եղան չընդունեցին, ցավալի, բայց ոմանք էլ եղան ընդունեցին։ Բարեկամների մեջ եկավ փոփոխություն։ Հարազատների, հարևանների եւ ամենտեղ, որտեղ որ ես սկսեցի գործել, ես հասկացա, որ այդ փոփոխությունը գալիս է գործունեության մեջ, բայց այդ փոփոխությունը մի բանի պատճառով է, որ նրա հոգին է գործում, ուրիշ ոչ մի։ Որովհետեւ ոչ ուժով է, ոչ զորությունով է, բայց եկեք նենց անենք, որ հոգին գործի, Սուրբ հոգին գործի մարդկանց մեջ։ Ամեն։ Հիշում եք Դավթի մասին ինչ ասում, իմ սրտի համեմատ, բայց Աստված Դավթի համար Սաղմոս 89:20-ում նայեք ինչ ասում, Դավիթ հոծված էր, թե չէ, հոծված էր, և Սաղմոս 89:20-ում ասում եմ, իմ Դավիթ ծառային գտա, ուրեմն Աստված ինչ անում, հնդրում է, այսօր էլ Աստված փնտրում։ Հիշում եք այս մարդի որդին, ես եկա, որ որոնեմ եւ ապրեցնեմ կորածին։ Որոնեմ եւ ապրեցնեմ կորածին։ Աստված որոնում է, որ ապրեցնի։ Մենք ամեն մեկս առանց նրա կորած ենք։ Բայց նա որոնում է։ Ես ուզում եմ գտնված եմ։ Չէ՞, բայց ինչպես Աստված տեսնում, որ մեզ գտնում։ Ինչ որակն է տեսնում։ Իմ Դավիթ ծառային իմ սուրբ յուղով էլ օտեցի։ Երբ որ Աստված գտնում է մեզ, օծում է դրանից հետո, ուրեմն հենց արա որ գտնվես։ Մարդկա միշտ փախնում է, մարդը կա միշտ գտնվում է։ Կա, չէ՞, մենք լավ էլ գիտենք, փախնող ենք Աստծո այրեսից, թե գտնվող ենք։ Այն մարդը որ սրտով փափագում է, անհնար է Տերը չգտնի նրան։ Այն մարդը որ ուզում է Տիրոջ հետ հանդիպի, Աստված ավելի շատ է ուզում նրա հետ հանդիպի։ Մարդ էլ կա խուսափում է Աստծո երեսից փախնում է։ Գիտես ինչ։ Նա չի էլ օծվի, որովհետև ում որ Աստված գտավ, նրան էլ օծում է։ Նենց որ բռնվի, կա, չէ, որ ով է եղել, որ մարդ ես ուզում տենաս, միշտ պլստում է, այն մարդ ուզում ես պլստում է, չես կարող բռնես։ Պլստում է, խույս է տալի, բայց մարդ էլ կա, որ միշտ բռնվում է։ Ինքը գիտես խիա բռնում, որտեղ ինքն է ուզում բռնվի, նենշի որ դու բռնեցիր։ Այո, եթե մարդ ուզենա խույս կտա։ Զորով եկեղեցի գալ չի լինի։ Կա չէ զորով մի անգամ, երկու անգամ, չուզես խույս է տալու։ Չի բռնվելու։ Յո, ես պետք է ուզեմ բռնվեմ։ Ես պետք է ինձ նվիրեմ։ Աստված զորով ոչ մեկին չի բերում։ Նենց արա որ Տիրոջ ձեռքը, դա այն տեղն է, դա այն միակ տեղն է, որտեղ հենց բռնվեցիր շահելես։ Որովհետև ում որ Տերը բռնում է, լցնում է զորությամբ, հա? Այնքան պատճառներ կա խի պիտի չլնեն։ Կա չէ պատճառ։ Բայսի խին, հենց բայնի խին, հենց այդսա խույս տալու բաներ է։ Ինչի։ Ես չեմ ուզում բռնվեմ։ Ու պատճառները ասում եմ, բայնի որ նենց ուրեմն էդ էլ տենց։ Այն մարդը լե ուղիղ Աստծուն նայի։ Ինչ գործ ունես այդ մնացած եւ այլ երևույթների։ Դու լե քո հարաբերությունը ուղիղ Աստծո հետ կառուցի։ Հա? Բռնվի Տիրոջ ձեռների մեջ։ Դու կհասկանաս, որ ես առանց ընտանիք էլ չեմ կարող։ Ես նրա որդին եմ։ Երեք յուրաքանչյուր երեխա որ ծնվում է հիվանդանոցում, մի քանի օր ընդե ամնում։ Այս մի քանի օրից հետո ուր են բերում։ Տուն, այնց որ ծնվում է, այնց բռնում։ Այդ երեխուն, հա? Ինքը երեխան ծնվեց, որոշ ժամանակ հետո ինքը ասում է։ Իսկ մնացած տան անդամներն էլ ամեն բան արել են, որ այդ երեխուն ընդունեն, հա? Գոյկեն են բան արել, պատրաստել, սեյնակն են պատրաստել, փուչիկներով, չգիտեմ ինչերով, պատրաստում են, երեխեն գալու։ Բայց այդ երեխեն պետք է բռնվի, ինքը պետք է ուզենա։ Հենց Տերը գտնում է, ուծում է։ Գտնվի Տիրոջ մոտ։ Խոսքն ասում է, եթե Ինչ մեկ ասում եմ, մեկ իր անձը կորցրեց, նա կգտնի։ Բայց եթե մեկ իր անձը ուզում ապրեցնի, նա կկորցնի։ Առանց Տիրոջ ապրել չկա։ Մինչև դու քեզ չկորցնես Տիրոջ համար,
դու չես գտնվի Տիրոջ ձեռքերի մեջ։ Իսկ հենց որ Տերը գտավ, նա ապրեսնելու է քեզ։ Ապրեսնելու ու ծաղկացնելու ու բարձրացնելու է։ Մի նոր մակարդակի մեջ է բարձրացնելու։ Ամեն օր ոչ թե միանգամից հանելու է բարձունքներ, բայց քեզ սովորացնելու է քայլ բարձրանալ, որովհետև քայլի մեջ հիմքային աշխատանք կա։ Մի մտածի արագ հասնելու համար։ Դու մտածի ֆունդամենտալ ճշմարտության հիմքի վրա բարձրանալու։ Հիմքը դժվար է կառուցվում, բայց այդ հիմքի վրա է, որ ամուր է կառուցվում մնացածը։ Եթե դու հիմքի վրա չաշխատես, որը չի երևում, որը քո ներսի արժեքներն է, որը Տիրոջ հետ հարաբերությունն է, որ այն նվիրումն է, որ դու գիտես ու Աստված գիտի, հա, այդ ամեն ինչն է, որ դու գին ես վճարում, ու այդ հիմքի վրա քո կյանքը սկսում է քայլ առ քայլ Տիրոջ զորությամբ փոխվել, քայլ առ քայլ զորանալ ու բարձրանալ։ Այնպես որ մենք այսօր պիտի որոշում կայացնենք ու մի բան ասենք, Տեր, ես ուզում եմ շատ ճանաչեմ քեզ։ Ես ուզում եմ իմ անապատները փոխվի։ Չեմ ուզում իմ չորությունները մնա չորություն։ Ես ուզում եմ իմ անապատը դառնա պատխաբեր արդ։ Դրա համար ինչ ջուր է պետք։ Իսկ Աստված է մեր կյանքի ջուրը։ Դրա համար ես պետք է մոտենամ ու ասեմ, Տեր, ես եկել եմ քեզանից խմելու։ Եվ երբ որ մենք խմում ենք, մեզանից էլ հոսում է։ Եթե հոսեց, մեր շուրջը կփոխվի։ Այնպես որ քո անապատը կփոխվի, պատխաբեր արդ կդառնա, պատխաբեր արդը տանտար կհամարվի, ասում եմ ինչե որ մեզ վրա վերևից հոգի թափվի։ Եվ Աստված ուզում է միշտ սոված ու ծարավ լինես։ Հիշում եք Լեռան քարոզի մեջ Մատթեոս ավետարան 5-րդ գլխին Երանի հոգով աղքատներին։ Գիտեք ինչ է նշանակում աղքատություն։ Հակասություն։ Եթե աղքատը օրինակի համար կա փողով աղքատ, բայց մարդ կա փողով աղքատ չի, խելքի աղքատ է։ Մարդ էլ կա խելքի աղքատ չի, ինչի աղքատ է։ Ընկերոջ աղքատ է։ Բնավորության աղքատ է։ Աղքատություն, պակասություն։ Երանի հոգով աղքատներ։ Այն մնացած աղքատությունը լրացնել է։ Մեր փոխվելով է վերածվում։ Բայց հոգով աղքատը պակասություն, որովհետև նրան կգան ու կխմեն։ Ծարավ վիճակն է դա։ Եվ ջրի պակաս է, դու գալիս ես ու սկսում ես խմել Տիրոջից։ Երբ որ խմում ես, սկսում ես լցվել, ու քեզանից էլ հոսում է, ու սկսում է քո իրավիճակների մեջ դրսևորվել Տիրոջ զորությունը։ Մենք դրա կարիքն ունենք, թե չէ։ Ունենք։ Չկանգնես դրա մեջ։ Քայլի Տիրոջ հետևից, գնա Տիրոջ հետևից, ամեն ժամանակ, ամեն իրավիճակների մեջ միշտ նայի Տիրոջը։ Նրանից է, նրանով է եւ դեպի նա։ Նրանից է գալիս, նրանով է լինում ամեն բան եւ դեպի նա էլ, այսինքն ամբողջ փառքն էլ պետք է դեպի նա լինի։ Ամեն, եկեք ոտքի կանգնենք հիմա։ Եվ աղոթենք, որպեսզի մեր կյանքի ամեն մի չորություն, ինչպես Աստծո խոսքը մեզ խոստանում է, որ փոխվի։ Բայց մեր անելիք եկեք այսօր ուղղակի ֆիքսենք, ես ինչ պիտի անեմ։ Գիտեք, փոխողը ես ու դու չենք, Աստվածը։ Աստված է փոխել։ Բայց ինչ պիտի ես անեմ, որ Աստված փոխի, այդտեղ մենք պետք է անենք։ Ես պետք է մոտենամ Տիրոջը ու խմեմ նրանից։ Ես պետք է իմ ժամանակից կարողանամ տրամադրեմ Աստվածաշնչի հետ հարաբերություն ունենամ, աղոթքի կյանք ունենամ։ Սիրեմ արդարությունը, ատեմ անօրենությունը։ Նվիրված լինեմ։ Եթե մեկը կամենում է Հիսուսին հետևի, նա պիտի ուրանա իր անձը վերցնի իր խաչը։ Խաչը գիտեք ինչ տեղ է։ Նա մեռնելու տեղ է, նա ինչ ճզմվելու տեղ է։ Ես ասեմ յուղը դուրս է գալի ճզմվելու արդյունքում։ Եթե ուզում ես քեզանից յուղ խոսի, ոցված լինես։ Ու յուղը գնա։ Ի վախեցի ճզմվելուց։ Ճզմվելու արդյունքում փշրվելու այն ինչ որ Տիրոջից չի, կառուցվելու այն ինչ որ Տիրոջից է։ Դրա համար այն ինչ որ Տիրոջից չի, լավը փշրվի։ Գործք առաքելոցում ասում է, երբ որ նրանք աղոթք արեցին, շարժվեց այդ վայրը եւ ամենքը Սուրբ Հոգով լցվեցին։ Շարժվեց այդ վայրը։ Ես ուզում եմ որ իմ ներսը Աստված շարժի։ Եթե Աստված է շարժում, այն ինչ որ իրանից չի կքանդվի, երկրա ու քանդվում է, չէ՞։ Ուղղակի դա վատ բաներ է դրա հետևանքով։ Բայց երբ որ Տերն է շարժում, դրա հետևանքը լավ է։ Թող քանդվի այն ինչ որ իր կամքի համաձայն չի։
Եվ բայց ես պետք է այդ տեղը պատրաստեմ իմ սրտի մեջ, որ Տերը շարժի, իմ կյանքը շարժի։ Ես պետք է գամ դեպի նա, որովհետև խոսքն ասում է. «Քայլ արեք ինձ, եկեք ինձ, եւ ես կգամ դեպի ձեզ»։ Հիսուսը առաջի քայլն արել է արդեն մեզ համար։ Նա եկել է այս աշխարհ, իր կյանքն է տվել ինձ համար, որ երթ այսօր իմն է։ Ես պետք է այդ քայլին ընդառաջ քայլ անեմ ու ես ասեմ Տեր, ես եկա, ես գալիս եմ դեպի քեզ։ Ես իմ կյանքի ժամանակից եմ որոշում, որ ամեն օր դնեմ։ Ես իմ կյանքն եմ նվիրում քեզ, որտեղ առանց քեզ կյանք չկա։ Առանց քեզ չկա։ Առանց նրա չկա ոչինչ, որ նա դառնա մեր կյանքի ամենը։ Նա դառնա մեր կյանքի ամենը։ Երբ որ մենք այդ որոշումն ունենք, դու կհանդիպես նրա հետ։ Կհանդիպես նրան։ Որովհետև Աստվածաշնչում մարդիկ կային, որոնք ուզում էին հանդիպեն Հիսուսին ու հանդիպեցին։ Անգամ Հիսուսը չէր ծրագրել, բայց նա իր համառության ու հավատքի պատճառով կանգնացրեց Հիսուսին։ Այն կինը, որ 12 տարի հիվանդությամբ տառապում էր, ժողովքը ճեղքեց այդ մարդկության մեկի, ուղղակի հանդերձին դիպավ, բայց դիպավ։ Զորություն եկավ նրանից։ Հիսուսը կանգնեց ու ասեց, ով ինձ դիպավ։ Նա չէր ծրագրել այդ կնոջ համար ժամանակ։ Բայց Հիսուսը ասեց, դուստր քո հավատքը քեզ փրկեց։ Քո հավատքի միջոցով Հիսուսը կարա կանգնի քո կյանքի համար։ Կանգնի ու ասի, զորություն դուրս եկավ դեպի քեզ։ Զորությունը կգա, որովհետև դու հավատացիր, դու քայլ արեցիր ու դիպար նրան, որովհետև ճանապարհը բաց է, նա խաչվեց, որ ամեն հավատացող կյանք ունենա ու ավելին։ Յուղը քեզ համար կա, բայց յուղը ընդունելու համար դու պետք է մոտենաս նրան։ Դու պետք է նվիրես քո սիրտը, դու պետք է քայլ անես դեպի նա, որովհետև արդեն ամեն բան նրանից եկել է դեպի մեզ։ Չէ՞ որ հերթը մեր մեզ։ Չէ՞ որ ամեն բան արդեն որոշվում է մեր որոշումով։ Արդյոք քրիստոնեությունը որոշում չի։ Արդյոք քրիստոնեությունը նվիրվածություն չի։ Արդյոք քրիստոնեությունը այսօր ապրել չի նրա համար, ով որ մահացավ մեզ համար ու հարություն առավ մեզ համար։ Որ մենք այլևս մերը չլինենք, այլ լինենք նրանը, որ մեզ համար մահացավ եւ հարություն առավ։ Ու դու տեղ չես կորցնում, դու տեղ շահում ես։ Այդ այն միակ տեղն է, որ դու չես կորցնում, որտեղ այս աշխարհը ամեն ինչ քեզանից տանում է, բայց դու այս պարագայում Հիսուսից, Հիսուսը քեզ վերցնում է, բայց դու շահում ես։ Ով ալսե որ ասում ժամանակը ստարավ։ Ունայն գնաս գողացավ ժամանակը։ Փոշմանում ես, խի այդքան ավելի։ Ես այնտեղը չի։ Ոչ ոք չի փոշմանել Տիրոջից։ Դու դե շահել ես։ Իմ նվիրման օրվանից, եթե իմ կյանքը հետ տային, ու ես առիթ ունենայի նորից ապրելու, ես կանեի այն ինչ որ արել եմ մինչև հիմա, ես չեմ փոշմանում։ Այն մարդիկ, ովքեր որ հետևում են Հիսուսին, նրանք չեն փոշմանում։ Իրանց ամեն օրվա գործերի մեջ։ Ով ասում ձախողումներ չեմ ունեցել, ունեցել եմ, բայց սովորել եմ Տիրոջից։ Նա է իմ ուսուցիչը դարձել, նա է իմ առաջնորդը դարձել։ Երանի նրան, որ նրան։ Երանի նրան, որ Տիրոջինն են, որովհետև մինչև քեզ հասնելը նրան պիտի անցնեն, որ քեզ հասնեն։ Երանի նրան, ով որ նրա մեջ է, որովհետև խոսքն ասում է։ Արդարը կփախչի ու ապաստան կգտնի նրա անվան մեջ, որտեղ ամուր աշտարակ է Տիրոջ անունը, ամուր աշտարակ է Տիրոջ անունը, եւ արդարները կփախչեն ու ապաստան կգտնեն։ Նա մեր ամուր աշտարակն է, քեզ հասնելու համար այդ աշտարակը պիտի քանդեն, որ հասնեն, բայց ոչ ոք չի կարա անցնի ու հաղթի այդ աշտարակը, որովհետև նա հաղթել է։ Եղիր նրա մեջ, ու դու կտեսնես ինչպես է քո կյանքը։ Գնում զորությունից զորություն, փառքից փառք։ Ինչպես դու կոծվես, հիշեն կոծանելիք բառը օծություն բառից է եկել։ Նրանից օծություն ունես։ Դու կմտնես մի տեղ, դուրս կգաս, ասես ինչ անուշ հոտով մարդ էր։ Դու կգնաս, բայց քո անուշ հոտն ու համը կմնա, որովհետև նրա հոտն ու համն է եկի քո վրա։ Նա կսկսի գործել քո միջոցով, որովհետև դու կլինես նրա մեջ, նա կլինի քո մեջ։ Աստված կսկսի կիրառել քեզ, գործածել քեզ, համագործակցել քո հետ։ Ես կարիք ունեմ ավելի շատ ճանաչելու նրան։ Ավելի շատ ու ավելի շատ։ Եկեք այսօր մեր դույմերը ընդունելու դույմը եւ տալու դույմը
մեծացնենք։ Մի բավարարվի քո տրի վասմի չափով։ Տրի վասնին պոլ դույմից նեղա։ Դույմդ մեծացրու, հոսելու դույմը, մարդկանց տալու դույմը, տիրոքից ստանալու դույմը։ Հիշեք, քաղաք մտնող մագիստրալը մեծ է։ Ուզում ես ազդեցությունը շատերի վրա լինի, դույմդ մեծացրու։ Աստծո զորությունը շատ է, քո դույմն է փուճուր։ Մեծացրու դույմը։ Նվիրվածությունը։ Գինը, որ վճարում ես Տիրոջ հետևելու համար, այդ ժամանակ խմես շատ եւ կտաս շատ։ Ազդեցությունն էլ կլինի շատ։ Փոփոխություններն էլ կլինի շատ։ Աստված ուզում այո, քչի մեջ հավատարիմը, այո, քչից սկսի, բայց մի կամ մի քչի վրա։ Հարաբերությունը խորացրու, շատացրու։ Քո կյանքում դու կտեսնես փոխված իրավիճակներ։ Ես չգիտեմ, մարգարեական եմ ասում քեզ համար։ Եթե դու անում ես քո մասը, Աստված անիրավ չի, որ մոռանա այն աշխատության պատուղը, որ դու արեցիր իր համար։ Աստված անիրավ չի այն աշխատության պատուղը, որ դու արեցիր իր համար։ Նա վարձահատույց Աստված է, վարձքը տվող Աստված է։ Այս աշխարհն է, որ աշխատացնում է փող չի տալու։ Կամ էլ տալիս է այնքան, որ գոյատևես։ Չի գնահատում այնքան, ինչքան որ դու արել ես։ Իսկ Աստված այդպեսին չի։ Աստված ընդհակառակը ավելին է տալիս, քան դու սպասում ես։ Չարժի է այդպես ասում նվիրվածներ։ Արժի։ Չարժի է Աստծո համար ապրել, որ ինքը եկավ մեզ համար ապրեց, մեզ համար չարչարվեց։ Բառապեց ու հաղթեց ուղղությունը։ Չարժի է դասի Աստծո սիրել, որտև ինքը սկզբից իրենց։ Եկեք սիրենք։ Սիրենք Աստծուն խելագարի պես։ Կա չէ սիրո չափեր։ Նայում ես սիրահարված մարդկանց, ասես հա սիրահարված է, բայց սիրահարված դուք ասես խելագարի պես է սիրո։ Ժողովուրդ։ Սիրո մեջ էլ չափ կա, սիրելու մեջ էլ չափ կա։ Եկեք այդ Աստծուն սիրելու չափը մեծացնենք խելագարի պես։ Եթե շատ ես սիրում, դու չես նայում քո հետ ոնց, ասում ես նրան լավ է, ում որ սիրում ես։ Ու դու չես նայում քո հետ ինչ կլինի, նայում ես նրան լավ լինի, ում որ սիրում ես։ Եկեք ապրենք նրա համար, որ նրան լավ լինի։ Ու դու շահել ես, ասա։ Երբ որ նրան լավ ալնում, դա քեզ լավ է ու վատ չի։